Բարի օր սիրելի երեստատիդող, հույսով եմ բոլորդ լավ եք, ես էլ եմ լավ, ցայնից մի նայք, մի քիչ դեռ կաշված է, քանի որ մի քանի օր վադարողջ էի, բայց հիմա լավ եմ։ Այսօր շատ համովություն եք պատրաստելու, ավելի ճիշտ է իմ ամենասիրած համովություններից, որովհետև շատ հեշտ է պատրաստվում, դենց ինքը դաքուկ բուրուսկետա է, լոլիկների համը ավելի ես զգում ու հացը խրխտան, չգիտեմ, արդեն ես պատկերացնում եմ, պատրաստել եմ ու ուտում եմ։ Ասեմ այսօրվա պաղատյադոմսի համար մեզ ինչ պետք է, ստեղ տեսնում եք բագետ, հաստ տեսակի բագետ ենք վերցրել, որովհետև ես ուզում եմ մեր բրուսկետաները տենց մեծոտ լինի, այսինքն թարթին կամ տոստի նման, գդրատելու ենք շերդերի, հետո մի քիչ տոստ ենք անելու, մինչ այնադեն ստեղ տեսնում եք արդեն մեր չերի լոլիկները, չերի լոլիկների վրա ավելացնում ենք մի քիչ բեյզել, մի քիչ սխտոր, բեյզելը այսինքն բազիլիկն է, մի քիչ համեմունք ու ցիտապտղից հետ ուղարկելու ենք չերոց։ Միջև ինքը սենց համովությամբ եփի, արդեն մեր հացիկները պատրաստ կլան ու իրա վրա գավելացնենք քամածմածուն ու գշարենք, արդեն գրեթե պատմել եմ, կարամ այսօր չնկարեմ այս պաղատադոմսը, հեշտությամբ կարող եք անել։ Չէ, կատակ եմ անում։ Գանենք իրար հետ, որովհետև դուք սիրում եք ինձ նայել ու ոգեշնչվել ու պատրաստել։ Այսօր պատրաստելու ենք խրոված լոլիկով բրուսկետա։ Մեզ հարկավոր է չերի լոլիկներ, իդեալական բեյզել, քամած մածուն, մոտավոր 5 բջեղ սխտոր, մի հատ բագետ հաց։ Համեմունքներից մեզ պետք է աղ, սև բողբեղ, կարմիր բողբեղ, մի քիչ կծու, մի քիչ քաղցր։ Այնքան թարմ հաց է, աստվածիմ։ Այսպես այս հաստությամբ անում ենք, որ թարմ է լինում հացը, մի քիչ սենց իրար մեջ է հավաքվում, բայց ոչինչ, այսպես կարող ենք մի տետև բացել իրան, ահա, տեսեք, ինքը այդքան թարմ է, նայեք, ես հրաշք եմ անում, հացերը բացում եմ, մեծանում են, քանի որ ինքը թարմ է, խմորը իրար մեջ է մտնում, շարունակում ենք, այս հացը կբահենք, հետո մենք հացպանիր գուտենք հայկական թարխունով, իսկ ստեղ արդեն մեր հացիկները պատրաստ են, բայց ես ինչ եմ ուզում անեմ, առաջ որ հացիկները սկսենք, ուզում եմ լոլիկներին ճանապարհեմ թեպի չերոց, որովհետեւ մենք հացիկներին հետ հանգիստ աշխատենք, այսպիսի բնակ կամ ափսե ենք բերում, կամ պայրեքս, լոլիկները լվացել ենք մաքուր են արդեն, ավելացնելու ենք բոլորը մի տեղ, կարող եմ այստեղ անել, որ ավելի կամերայով երևա, ավելացնում ենք բոլոր լոլիկները, եթե քույնավոր գտնեք ավելի լավ, մենք այսօր ավելի ճիշտ է քույնավոր չգտանք, բայց մեկ-մեկ լինում է շուկայում ու շատ հավես է, ես տեղից ես լոլիկներ եմ վերցնելու, ես լոլիկներն էլ ավելացնեմ ու արդեն մնացածը։ Սխտորը ոնց ենք ավելացնելու, այսպես մանր գդրատելու ենք, ու ավելացնելու ենք լոլիկների արանքները։ Դե լոլիկը և սխտորը իրար շատ են սիրում, մեկ էլ վրանին ավելանում է քամած մածունը, նամանավանդ հայկական քամած մածունները, I love, մանավանդ լիլոյին արած քամած մածունը շատ լավն է, և այսպես ավելացնում ենք սխտորները,
բեյզիլի դերևներ, ուրեմն բեյզիլի դերևները կամ բազիլիկները ավելացնելու ենք մի քիչ սկզբում, մի քիչ էլ երբ որ եփի, այսինքն եփելուց հետո ինքը դակ-դակ ավելացնելու ենք, որովհետև այնպես ուրիշ համադալիս եւ այնպես ուրիշ համադալիս, որովհետեւ երկու համերից էլ օգտվենք։ Այս մասերը գրեթե աչքի չափով է, այսինքն ձեր նախընտրած չափսերով կարող եք ավելացնել եւ այսպիսով ռեհաններն էլ ավելացրեցի։ Մի քիչ ցիտաբտղից հետ բրբեղ աղ եւ երկու տեսակի բրբեղ։ Մի հատ լավ խառնում ենք։ Yummy։ Արդեն պատկերացնում եք, չէ՞։ Okay, կարող ենք ուղարկել ջեռոց։ Ջեռոցում պետք է մոտավոր 20 րոպե, որպեսզի ինքը լավ եփի ու այդ համերը իրար միանան, ու մենք այդ ժամանակ արդեն հացերը կպատրաստենք։ Մի քիչ ցիտաբտղից հետ մի հատ լավ խառնում եմ ու դենց արագի վրա կսում եմ մեր հացիկների վրա։ Արդեն մեր թավան դրել եմ տաքանա ու մի թեթև թոստ եմ անելու, այսինքն կարմրացնելու եմ, ինքը ավելի համով է դառնում ու ավելի խրխտան։ Եթե օրինակ գրիլի կորձիկ ունեք, կարող եք գրիլի կորձիկի մեջ էլ անել, կարող եք, եթե թոստի կորձիկ ունեք, նորեն դրա մեջ կարող եք անել։ Հիմա ես մեկ-մեկ մեր եթերների ժամանակ ցես ցույց եմ տալիս ամենաբարձ ձևերով, որովհետև ես հաշվի եմ առնում ամեն դուն չէ, որ ամեն ինչ ունի, որբեսի, քանի որ իմ նպատակս ամեն մարդ համով բան սարքելն է, ոչ մի պատճառաբանություն չունենաք, չասեք շաղի գեյեդ ինչ բաներ օգտագործել, բա մենք չունենք։ Դրա համար հասանելի ապրանքներով եմ անում, որ բոլորը կարողանան։ Մի հատ հակառակ ենք դարձնում ու մյուս կողմն էլ ենք անում։ Մեր արդեն դաբագը կամ թավան պատրաստ է, կարող ենք արդեն սկսել։ Մի հատ մեր լոլիկները նայեք, կարող ենք մի հատ շարժել, դե ինչ, լոլիկներն նայեցինք, միտքերնից հանգիստ է, հիմա արդեն հացերը մեկ-մեկ կպատրաստենք ու կշարունակենք։ Արիսավա է պետք։ Ուրեմն մենք ունենք կամացմածուն, որը կսենք, լոլիկները արդեն գրեթե պատրաստ են, հələ գուզեն, բայց մինչև մենք մեր հացերը պատրաստենք, արդեն իրենք պատրաստ կլինեն։ Իրականում միշտ այսպիսի բաղադրատոմսեր են պատրաստում, որ դուք էլ ցես հեշտ լինի։ Օրինակ մի գործողությունը առած ժամանակից, ինչ որ երկրորդ գործողությունը արդեն լինի նույն ժամանակին մեջ, որովհետեւ մենք չսկանք, որ ժամանակ են կորցրել ու վերջում ունենանք
շատ համով ուտելիք։ Մի հատ ցայնը նայեք։ Բահ, լոլիկները։ Սուրճ մխամենք։ Աչքիսը ստոպ չեք։ Մի հատ նայենք համի կախնիկին ովքեր են միացել այսօր։ Ինչ լավ, Վարդանուշը, Սիրանուշը, Թալինը, բարև ձեզ։ Հույսով եմ հավանում եք մեր էջը։ Նայեք, ստեղ ծիծաղելի մասերն ա թնում մեր մխոն, որբեսի պատ չթողնեք։ Այս կարակ, եթե ֆոլո չեք արել անեք։ Ուր հասան հացերը։ Մտածում եմ այս սխտորը մանրացնեմ ու դրա մեջ մետեմ։ Այսօր մաստեր կլասիս պատրաստելու եմ սաղմոն, կարտոֆիլ և ստրատաչելա բանիրով հաբալասով սալատ։ Մի հատ օճ արվիմ։ Այդ հացերն էլ հանենք ու սկսենք կամացմազունը քսելու։ 1, 2, 3։ Մեր հացիկները պատրաստ են։ Ուրեմն, ինչպես ենք կսում։ Վերցնում ենք կամացմազունից ու այսպես մեր հացիկների վրա կսում ենք։ Կարող եք իրականում ուրիշ կաթնամթերք էլ օգտագործել, օրինակ եթե ուզում եք սմեդան կամ գրիկ յոգուրտ, հունական յոգուրտ, բայց ես այս համերը իրար հետ կամացմազունով եմ սիրում, որովհետև լոլիկը ավելի թթվաշ է սիրում ու ինքը ավելի տենց համերը ճիշտ է դառնում համադրությունը։ Բայց տենց չէ որ չեք կարող։ Այսպես համբերադարորեն քսում ենք, որպեսզի դան բոլոր անդամներին պատրաստենք ու բոլորը վայելեն այս համովությունը։ Այս կարող եք շաբաթ կամ գիրակի առավոտ էլ անել նախաճաշի հետ, ինքը շատ համով է լինում։ Անշուշտ ինքը եւ նախուդեստ է, եւ սարը ուտեստ է, որը կարող եք մատուցել ինչ-որ ճաշից առաջ։ Կարող եք հանգիստ մյուզիկալ տնել։ Ես պատրաստած ժամանակնից հանգիստ, կլասիկ, դասական երաժշտություն լսել և գտարդա ամեն ինչ ամբողջացած։ Դե ինչ, հացիկները պատրաստ են, արդեն գնում ենք լոլիկները բերենք։ Վաու։ Մի քիչ ցիտապտղից հետերմ ավելացնելու և ոնց ասեցի, երբ որ պատրաստվի, մի քիչ էլ արդեն բեյզել պետք է ավելացնենք թարմ։ Վաու, խրխտան համով։ Ուրեմն մի քանի լոլիկ վերցնում ենք ու գալիս ենք հացիկի վրա, դնում ենք։ Երևի ամեն մեկ կին մի 2-3 հատ։ Մի քիչ սխտորից ենք վերցնում, մի քիչ բեյզելները կամ բազիլիկը։ Ու դենց անուշիկ շարում ենք։ Դեր մենք դես կնենք տեսնում։ Արդեն հիմա պետք է պատկերացնեք համը։ Ես դենց արդեն չեմ թիմանում ու մեր թիմը ընդհանրապես չի թիմանում, որովհետև հոդից արդեն իրենք հալվեցին։ Դուք էլ երևի դեսքից պետք է որ պատկերացնեք։
ու իմիջայլոց էս մի թեթև սևացածությունը իրեն համովություն է տալիս։ Վաու։ Իչակ արդեն, զանգեցիք, լոլիկ պատվիրեցիք, գիտեմ, որ պատվիրեցիք, և այսի պատրաստելու եք այսօր, հենց այսօր, ստեղ մի հատ բեյզել է պետք, երևի ստեղ ավելացնում, դե ինչ, մենք արդեն պատրաստ ենք մատուցելու։ Իրականում ես սիրում եմ ամենավերջ մի հատ բղբեղով անցնել։ Այս մարանիգի նոր դարաները շատ եմ սիրում, շատ են հարմար։ Մի քիչ էլ աղ։ Ու արդեն մատուցման։ Դուք պատկերացնում եք ինչ հոտեր կան հիմա մեր տաղավարում։ Ես գիտեմ պատկերացնում եք, քանի որ ովքեր որ գուրման են, վստահ եմ պատկերացնում եք։ Հիմա ուզում եմ անուշիկ շարել և ուզում եմ բոլորը տեղ անեմ։ Արեցիք։ Yummy։ Ախ, ոնց զգացիք ես արդեն չեմ թիմանում, ուզում եմ մի հատ փորձենք միասին։ Իսկ ես ոնց եմ անում, գերած ժամանակս, ես լոլիգին մի քիչ զմրդում եմ։ Ու արդեն գծում եմ։ Oh my god։ Ժողովուրդ, չեք պատկերացի համը, շատ համով է, անպայման պատրաստեք, կփուշմանեք, ասում եմ, մի պարով կփուշմանեք, որ չպատրաստեք, ենքան հեշտ պաղաթիչներ, ես չգիտեմ, մի 2-3 բան եմ օգտագործել, այսքան համովություն ենք ստացել, կպատրաստեք ու ինձ կքրեք, եթե հավանել եք, չմոռանաք հետևել մեր էջերին Facebook և Instagram-ի Համի Կախնիկ և անշուշտ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքում, որպեսզի բաց չթողնեք ոչ մի հաղորդում, ոչ մի բաղադրատոմս, ոչ մի համովություն։ Ցտեսություն։